Աշխարհաքաղաքական լարվածությունները մեծացրել են ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների եկամուտները։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցը վկայում է, որ 2024 թվականին աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների եկամուտներն աճել են 5.9%-ով, հասնելով 679 միլիարդ դոլարի։ Սա պատմական ռեկորդ է, որն ըստ փորձագետների պայմանավորված է պատերազմի նոր օջախներով, անորոշ աշխարհաքաղաքական միջավայրով եւ պաշտպանական բյուջեների աճով։ Վերջին տասնամյակում 100 խոշոր ընկերություններն արձանագրել են 26% եկամտի աճ։ Աճն առկա է բոլոր դիտարկվող տարածաշրջաններում, բացառությամբ Ասիայի եւ Օվկիանիայի, որտեղ անկումը հիմնականում պայմանավորված է որոշ չինական ընկերությունների եկամուտների նվազմամբ։ Եկամուտների գրեթե կեսը 334 միլիարդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, 151 միլիարդը Եվրոպային։ Ռուսաստանի եւ Մերձավոր Արևելքի երկրների ընկերությունները եւս ավելացրել են եկամուտները։ Կա մեծ պատերազմ, որի մեջ ուղիղ մասնակցություն ունի երկու պետություն, բայց այդ երկու պետությունը նաեւ ունեն գործընկերներ, որոնք իրենց օգնում են կամ գումար են աշխատում տարբեր պարագաներում եւ սա աշխարհը զբաղված էր վերջի տարիներով նրանով, որ մեծացնում էր արտադրության ծավալները ռազմական արդյունաբերության եւ մենք դա տեսնում ենք, որ դինամիկան բնականաբար դեպի աճ է տանում։ Չինական ընկերությունների 10% անկումն էր զարմանալի Լեոնիդ Ներսիսյանի համար, սակայն նշում է, որ շատ հաճախ նրանք ունենում են նաեւ գաղտնի վաճառքներ։ Ուզբեկստանը օրինակի համար իրանցից հակաօդային պաշտպանության էր գնել, բայց մինչեւ իրենք դա ցույց չտվեցին ինչ որ պարադի ժամանակ, դրա մասին ոչ մեկ չգիտեր։ Նույնն էլ օրինակ հիմա Ադրբեջանը, որ ցույց տվեց HQ9 հակաօդային պաշտպանության համալիրը իրանց ռազմաշքերթի ժամանակ, մենք մինչև դա չէինք տեսել դա բաց աղբյուրներում ոչ միտեղ եւ մենք չգիտենք այդ վաճառքը երբ է արվել։ Օրինակ կարող է 24 թվին է արվել, իսկ Սիպրին դա չի հաշվել։ Կարծում եմ, որ մեկը նվազում եղել է, որտեվ այդ փակ վաճառքները նախկինում են եղել, դա նաև գալիս է նրանից, որ օրինակ ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներին իրանք զենք չեն վաճառում, ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին։ Ընկերությունների մեծ մասը, 77-ը ավելացրել են իրենց եկամուտը, 42-ը երկնիշ աճ են գրանցել, իսկ Չեխոսլովակ գրուպն ու SpaceX-ը ամենաբարձր աճերն են արձանագրել, համապատասխանաբար 193 եւ 103%։ Առաջատար ընկերությունները արտադրում են ծովային, ցամաքային, օդային եւ ավիատիեզերական, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սրանք չափազանց ծախսատար նախագծեր են եւ ընկերությունները ստանում են մեծ եկամուտ։ Զենք արտադրող ընկերությունների հիմնական պահանջարկը ազգային է, այսինքն ներքին գնումներ, որոնք վերջին մի քանի տարում աճել են, պայմանավորված մեզ հայտնի բազմաթիվ գործոններով, այդ թվում սպառնալիքի ընկալման աճով կամ ազգային կարողությունների արդիականացման ծրագրերով։ Բացի ներքին պահանջարկից, ընկերությունները նաև արտահանում են։ Եվրոպայում, օրինակ, պահանջարկի աճը կապված է Ուկրաինայում պատերազմի հետ։ Ռազմարդյունաբերական ընկերությունների եկամտի աճում էական դեր են խաղացել պատերազմները։ Այս ոլորտի կարևոր առանձնահատկությունն իներցիան է, կարծում է շվեդական ինստիտուտի ներկայացուցիչը։ Անկախ այսօրվա որոշումներից, դրանք հետևանքներ կունենան առաջիկա տարիներին, արտադրական հզորությունների կամ արտադրության տեմպերի ցանկացած փոփոխություն հետևանքներ կունենա ապագայում։ Այսպիսով, մենք ակնկալում ենք, որ այսօր նկատվող աճի միտումը կպահպանվի կանխատեսելի ապագայում։ Հարցը հիմնականում այս միտման ինտենսիվությունն ու տեմպն է, որի վրա կարող են ազդել հնարավոր զինադադարները կամ խաղաղության ծրագրերը։ Պետք է հասկանալ, որ պատերազմի վերջանալն էլ չի նշանակում, որ թվերը իջնելու են, որովհետև պաշարներ են ծախսվել բոլորի կողմից, ՆԱՏՕ-ի երկրների պաշարները որպես օգնություն Ուկրաինային, Ռուսաստանում հենց իրենց պաշարները, դրա համար կարծում եմ, որ շարունակվելու է մի քանի տարի գոնե ամենակիչը այսենց թվեր մնալու են։ Բացի դրանից ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի նշանակում, որ վերջանալու է խնդիրները ոնց որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև, դրա համար ստեղ էլ նաև դինամիկան շատ չի փոփոխվի։ Իդեպ, Հայաստանը եւս ակտիվանում է։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանը 2023-25 թվականներին տեղի ռազմարդյունաբերական 28 ընկերությունների հետ 171 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել։ Հաջորդ 3 տարիներին նախատեսված են եւս 150 միլիարդի նոր պայմանագրեր։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։